Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտարարել է Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։ Խոսքը վերաբերում է Արշակ Կարապետյանին, իսկ քրեական վարույթը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նախկին գենշտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում պաշտոնավարելու շրջանին։ Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը 2018-ից 2021 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը, իսկ 21 թվականին նշանակվել 3 տարբեր պաշտոնի։ Նախ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ապա Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, հետո Պաշտպանության նախարար, իսկ նույն տարվա նոյեմբերի 15-ին արդեն պաշտոնանկարվել։ Ընդ որում, նրա նախարարի պաշտոնից ազատելու մասին հայտարարվեց Արցախ կատարած այցից հետո։ Նշենք, որ այդ ընթացքում արդեն Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները չէին այցելում Արցախ, սակայն նոյեմբերի 8-ին Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնեց, որ Արշակ Կարապետյանը նոյեմբերի 6-ին Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են անվտանգային խնդիրների հետ կապված մի շարք հարցեր։ Քննչական կոմիտեն այսօր հայտարարեց, որ Արշակ Կարապետյանին մեղադրանք են առաջադրել Սև լճի տարածքում ադրբեջանցիների առաջխաղացման համար։ 2021 թվականի մայիսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նախկին գենշտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, գիտակցելով, որ չունի մարտական դիրքից զինծառայողներին հանելու հրաման տալու, յուրային մարտական դիրքը հակառակորդին հանձնելու լիազորություն, բանավոր հրաման է տվել մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։ Այն է, մայիսի 16-ին յուրային ստորաբաժանումները դուրս են եկել մարտական դիրքերից, իսկ հակառակորդը 2021 թվականի մայիսի 17-ին դիրքավորվել է նշված մարտական դիրքերում։ Հրաժարվել է դուրս գալ ներխուժած հատվածներից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, վերահսկողության տակ վերցնելով տարածքի մի մասը։ Արշակ Կարապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ որոշվել հեռակավարույթ իրականացնելու վերաբերյալ։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու եւ ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։